ոնց որ Եվրոպան է ֆաշիստական, նենց էլ Արամ Սարգսյանն է ֆաշիստ։ Հայաստանում Իրանից ռուսասեր, Իրանից Ռուսաստանի արևով երթվող, Իրանից Ռուսաստանի հետ կապված, համագործակցող իշխանություն չի կարա լինի։ Եթե մարդը մի հանցանք է կատարում ու դրա համար պատասխանատվություն չի կրում, համաձայն ես, որ դա խրախուսանք է։ Ես լնեմ, ասենք այդ իմ ասած մեխանիզմով, հա, գազի գինը կթանկացնեմ, հապկից կհեռացնեմ, յատմից կհեռացնեմ, գնա պատժվի։ Ժողովրդավարությունը պետքա պաշտպանել բռունցքով։ Ասենք արևմուտքի որպես գաղութ այնքան էլ պետք չի, Ռուսաստանը вообще Իրանը չի համարում, սենց անտենենք։ Զարա ջան, հիմա ինքը ավելի բռնապետ է, քան օրինակ Լուկաշենկոն։ Ես քեզ միանշանակ եմ ասում։ Գիտես ինչի համար։ Լուկաշենկոն իր երկրում ունի հանրային աջակցություն։ Իրանը միանշանակ ավելի հեշտությամբ Ռուսաստանի հետ համագործակցում, քան արևմուտքի, դու ասում ես, այս տարածք արևմտյան գաղութ է։ Իմ պատկերացմամբ ռուսներին թողեցին ստեղ մնալ, որպեսզի Իրանի ազդեցությունը շատ չմեծանա։ Միացում Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլ Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բարի երեկո։ Դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Եթերում Զարան եւ Ավետիս ոդքասթն է։ Ողջույն Ավետիս։ Բարև Զարա ջան, որ մտա այս սրա, շատ զարմացա, որ դու սև ես հագնվել, ոնց որ սքի մեջ լնես, ինչ որ վատ բան է տեղի ունեցել։ Չէ, ուղղակի նախապատրաստվում եմ, ասում են ապագա ժամանակները մեզ քաղաքական թաղումներ են սպասվում, դրան եմ պատրաստվում։ Չես ասում։ Քաղաքական թաղումներ ասելով նկատի ունես գործող իշխանության թաղումն մասին։ Եմ որ ասում եմ, հա։ Բայց այդ ժամանակ ոչ թե սև պետքա հագնվեիր, այլ ծաղկավոր, ինչ որ տենց ավելի լավ գույներ, նենց բաց։ Գիտես, չէ, հայի մեջ այդ պահը կա էլի, մենք հայերս անգամ եթե վատ մարդ է մահանում, այդ սքի ավանդույթը պահում ենք, էլի, մահացածի հետևից վատ չենք խոսում, գոնե փորձում ենք այդ մահացողի նկատմամբ ինչ-որ հարգանքի տուրք ենք տալիս։ Արի թող այս հայկական ճիշտ ավանդույթը մենք շարունակենք, թաղումը թող լինի անցնի, հետո արդեն տոնենք։ Ճիշտն ասած, եթե Աստված դա լինի, ես չեմ պատրաստվում սքալ, ընդհակառակը այդ ավանդույթը ինչ չի վերաբերվում, գոնե այդ մասով։ Պայմանավորվեցինք։ Դեսի, անցյալ շաբաթ չգիտեմ, ագրեսիայի քանակն ասենք շատացել էր, թե չգիտեմ, մարդկանց իսկական դեմքերն էին ավելի տենց բացվել, բայց այն որ ասում եմ, մի թաղապետ կար, մեր բոլորից ցնցեց։ Նայել ես, հետևել ես։ Հետևել եմ, ճիշտ Կառվարարցը թաղապետի արկածներին։ Լսի, հարցը մենակ այդ սովորական ծեծը չէր, այլ այդ ծեծի տակ թաքնված ենթատեքստերը։ Ես հիշում ես անցած հաղորդման ժամանակ, երբ որ մեր նախորդ զրույցի ժամանակ, ես քեզ ասում էի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու միակ հույսը քաղաքացիական բախումներ հրահրելն է, որ Հայաստանում ամերիկացիների, եվրոպացիների ֆինանսավորմամբ ստեղծվել է մի հատ կաստա, հասարակական մի հատ կաստա, որը սենց ասենք լցված է ատելությամբ, ասենք ռուսների, Ռուսաստանի, չգիտեմ, Հայաստանում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցների նկատմամբ։ Դրանց Լավ, մենակ չասես, որ դու ես հավատում, որ այդ օպերացիան ռուսամետ ուժերն էին կազմակերպել։ Չէ, ընդհակառակը, ես վստահ եմ, որ այդ ուժերը ռուսամետ ուժերը չէին կազմակերպել, այլ ընդհակառակը Արամ Սարգսյանը եւ իր բանդան։ Անի Խաչատրյանը։ Հա, ես դա կուսակցություն չի, դա բանդա է, բառից բուն իմաստով բանդա է։ Ասեմ ինչի համար, որովհետեւ կուսակցությունը մարդկանց համախմբում է, որտեղ մարդիկ համախմբված են գաղափարների շուրջ եւ ոչ թե մարդկանց ծեծելու
եւ իրենց գաղափարները առաջ են տանում համոզելու, մարդկանց քարոզելու, բացատրելու։ Ուզում ես ասես, չես հավատում, որ Ամրամ Սարգսյանի կուսակցությունը Եվրոպա մեծ, Եվրոպա գնացող կուսակցություն է։ Չէ, Եվրոպա մեծ է, բայց ով ասեց, որ Ու Եվրոպայում եվրոպական արժեքներ է քարոզում Հայաստանի տարածքում։ Այդ ինչ ակնարկներ ես անում։ Ես ուզում եմ ասեմ, որ ոնց որ Եվրոպան է ֆաշիստական, նենց էլ Արամ Սարգսյանն է ֆաշիստ։ Լսի, ասում է Արամ Սարգսյանը արդարացնելով իր թաղապետի գործողությունները, ասում է մենք թույլ չենք տա, որ ռուսահպատակները Երևանում գան իշխանության։ Այսինքն այդ Տարոն Չախոյանին հրճակում է ռուսահպատակ։ Տարոն չի, Արթուր Չախոյանը։ Արթուր Չախոյանը։ Տարոն Չախոյանը ուրիշ տեղից է։ Այն էլ նենց հետաքրքիր էկզեմպլար է, ես քեզ ասեմ։ Հա, հրճակումը ասում է սա բանը, ռուսահպատակ է, իսկ ռուսահպատակին ծեծելը, բռնության ենթարկելը դա շատ նորմալ է, շատ նորմալ է։ Հա, հիմի դու մի հատ sense մի բան պատկերացրա, հիմի սրանից հետո, ասենք ցանկացած մարդու, որ ռուսահպատակ է, կարելի է ծեծել։ ցանկացած մարդու կարան նախ ռուսահպատակ հրճակեն, սկսենք դրանից։ Հետո ծեծեն։ Հիմի ասենք մեկին որ ծեծում են, ասեն, չէ, sense բան կա, չէ, ասում են, լավ, այդ մարդուն ծեծեցիք, ինչի համար ծեծեցիք։ Ինչ էր Ունիվերսալ պատասխան, ռուսահպատակ էր։ Ռուսահպատակ էր։ Հիմի նայ, Հայաստանում ամբողջ պետական կառավարման համակարգը արևմտահպատակ է։ Միանշանակ։ Ասենք Արտադատության նախարար Սրփուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Դատախազը Աննա Վարդապետյանը, չէ, դրանք անընդհատ բոլոր իրավապահներ էին տվել։ Բոլոր քննչական կոմիտեի նախագահ։ Հիմա ասենք փողոցում մեկին քացուտակ են գցել, ծեծում են։ Արուն լվայա։ Հա, մեկի ոստիկանները գալիս են, այդ ծեծողներին հարցնում են, ասում են, «Ես ինչ էր արել այս մարդը» կամ «Ինչի եք ծեծում»։ Ախպեր ասում է ռուսահպատակ։ Հա, ասում է լավ, որ ռուսահպատակը մի երկու հատ էլ մենք կացով խփենք։ Իրականում կարող է քեզ դա զավեշտ թվա, բայց հիմի դու պատկերացրա, Ամերիկա հպատակ բանը, Արփինե Սարգսյանի հիմնարկը պաշտպանի ռուսահպատակի։ Դա տես բան կարա լինի։ Շահերի բախում կա դա։ Բայց դե մի հատ ուրիշ վտանգ կա։ Ինչ է նշանակում ռուսահպատակ։ Քաղաքացիություն ունեցող։ Եվ հպատակությունը դա քաղաքացիությունն է։ Հիմա օրինակ Ես էլ եմ ռուսահպատակ։ Հիմի որ քեզ ծեծեն, լրիվ իրավունք ունեն։ Ես ռուսական քաղաքացիություն չունեմ, միայն Հայաստանի քաղաքացիությունն է, բայց կարան ենթատեքստով ասեն դու էլ հոգեբանորեն ես ռուսահպատակ։ Էդ էլ ուրիշ է։ Չէ, պաշտպանում ես, գալիս ես ռուսահպատակի հետ հաղորդում ես վարում, հաստատ վարակվել ես այդ ռուսահպատակությունից։ Հիմա լավ, մի հատ ուրիշ հարց կարա, չէ, առաջանա։ Հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա։ Ամսինին կգնա, չէ, Մոսկվա։ Այնտեղ բոլորն են ռուսահպատակ։ Չէ, հիմի Պուտինը կարա իրան հարցնի, ասի Նիկոլ Վովայևիչ, լսել եմ, որ ձեր երկրում ռուսահպատակներին քացուտակ են տալի ու իրավապահները չեն միջամտում, որովհետև դու ասում եք ախպեր, քո իշխանության քաղաքական բանը, այսպես ասած կոալիցիոն գործընկերը, հելմա հայտարարում է, որ ռուսահպատակ էր, մենք դրան պետք է ծեծենք։ Հարց չկա։ Ծեծեք ախպեր, ասում ես, դու էլ ասել ես, հա դե հիմի նորմալ է, ծեծեք։ Հիմի լավ կլինի, որ մենք այդտեղ ծեծենք Հայաստանը հպատակներին, չէ՞ դե ամեն ինչ միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է գործում։ Դե հիմի Նիկոլը կարա մտածի, ասի ախպեր, դե հիմի ծեծեք։ Ծեծեք, դե հիմի այստեղի հայերին մի մասը քաղաքացիություն ունի, մի մասը չունի, դե հիմի ջահանդամ չեն ծեծի։ Ես էլ եմ ասի բանը Վլադիմիր Վլադիմիրիչ, ոչ մի խնդրեմ չկա։ Ես էլ եմ ազատ զգացեք ձեզ։ Հա, ազատ զգացեք, ուզում եք ծեծեք, ուզում եք քացուտակ տվեք, ուզում եք սպանեք, հենա ես 5000 մարդ եմ սպանել մենակ բանում Ղարաբաղում, չգիտեմ կովիդով ինչքան մարդ եմ սպանել։ Ասեք քո սպանածը ինչ պետք է լինի, ախպերին յանի ինչքան պետք է սպանես, որ կամ որ սպանես ընձի ինչ։ Մեկը դրանք հարկ չեն տալի, դրանք հերոսը չեն, հա։ Դե մի հատ էլ ուրիշ վտանգ կա։ Կարող ասի, ընկեր ասի, վայթե դու էլ ես, չէ, Հայաստան բան հպատակ։ Կարող քեզնից սկսենք։ Թելացի։ Ուրիշ հարց էլ կա։ Կարող ասի, լսի ասի, բա մենք այնտեղ 102-րդ ռազմաբազա ունենք։ Կարող է մի օր ասենք, որոշենք, որ 102-րդ ռազմաբազան, քանի որ ռուսահպատակները Հայաստանում ճնշված են, այդ ռուսահպատակները բան անեն։ Պաշտպանեն
Ռուսաստանի քաղաքացիներին։ Այսինքն Ես ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, ասեն, լսի, հիմի օրինակի ծանել հրետանին հանեն օրինակ։ Չէ, հիմի օրինակի համար, երբ որ Աղվանստանում ամերիկյան զորք ուներ, ամերիկան զորք ուներ, չէ՞։ Հիմի օրինակ քո կարծիքով, եթե որևէ ամերիկյան քաղաքացու նկատմամբ իմանային, որ բռնություն ա կիրառվում, ամերիկյան բանակը իրավունք ուներ այդ մարդուն առնել իր պաշտպանության տակ։ Միանշանակ Ասեմ նույնիսկ ֆիլմեր կան այդ մասին, հարյուրավոր ֆիլմեր կան, որ հատուկ նշանակության ջոկատա գնում, նույնիսկ մի մարդու համար մի քանի հատուկ ջոկատայիններ իրենց կյանքն են զոհաբերում, բայց որ դա սկզբունքի հարց է, ասենք այստեղ մարդը հաշվի հարց չի, որ 3 հոգի մեռավ, բայց մի հոգու փրկեցին։ Դա սկզբունքի հարց է, որ պետությունը իր քաղաքացուն չի թողում մենակ։ Հա, հիմա այս մարդիկ ստեղ զորք ունեն, ասեն նախբեր, ասենք, չհասկացանք, ուրեմն դու տես մտածում եք այդքան բան, այտենց լավ տղա եք, որ մարդուն Հավայի տեղը բռնեք, ծեծեք, այնքան որ ասեք ռուսահպատակա, մենք էլ չնայենք։ Այսինքն այդ կադրն եմ ուզում պատկերացնեմ, Գյումրի ռազմաբազայից դուրս է գալիս մի քանի 100 Դա մի քանի 100 չէ, ասենք 10 հոգանոց հատուկ նշանակության ջոկատ, ու գալիս է Երևան, ասենք թաղապետարանում, ասենք իմանում են, որ Արթուր Չախոյանի փրկելու մի անհատականացը, Զառա Մարգարյանին։ Իմանում են, որ Զառա Մարգարյանը Ռուսաստանի քաղաքացի է ու բռնության է ենթարկվում, մենակ մի բանի համար, որ ռուսահպատակ է։ Հայաստանի ոստիկանությունը, քննչական մարմինները եւ այլն, մյուսներն էլ խրախուսում են, իսկ այս մեր դեպքում իրականում խրախուսում են, որովհետեւ եթե դու հանցագործին չես պատժում, թողում ես, որ այդ հանցագործը դա խրախուսման տարբերակ է։ Այսինքն, եթե մարդը մի հանցանք է կատարում ու դրա համար պատասխանատվություն չի կրում, համաձայն ես, որ դա խրախուսանք է։ միանշանակ։ Եվ վերջապես ամենավտանգավորը այս բանի մեջ, այս տեղի ունեցածի մեջ այդ Արթուր Չախոյան եւ Տիգրան Տեր-Մարգարյան եւ բանդա միջոցառման այդ օպերացիայի մեջ Արամ Սարգսյանը ասում է մենք Երևանը չենք հանձնի ռուսահպատակներին, նախկիններին, չգիտեմ ընդ ինչ որ ձևակերպումներ, բան, չէ։ Հիմա նայի, եթե Երևանը չեն հանձնում, քո կարծիքով Հայաստանը հանձնելու են։ Ինչի տենց բան կա, խնդիր կա իրանց արժեվ դրած Հայաստանը հանձնելու։ Լսի, Չէ, ատամներով պահում են, ես ուրիշ բան եմ ասում։ Օրինակ, Արամ Սարգսյանի բանդայի մեջ կա ասես մի հատ կին, Անահիտ Ադամյան։ Մի հատ մտեք իր Facebook-ում, կարդացեք, ինչա գրում այս կինը։ Նա իբր լրագրող է, բան է, ասում է բաների նպատակը այս ռուսահպատակներին ու մոտավորապես էլի այս Ռուսաստանի ռուսահպատակ ուժերի նպատակը ժողովրդավարական ընտրությունների միջոցով 2006 թվականին Հայաստանում իշխանությունը վերցնելն է։ Հələ դու պատկերացնում ես ինչ հանցագործություն։ Դրա համար այդ Արամ Սարգսյանն էլ ասում, այդ կինն էլ է գրում, Արամ Սարգսյանն էլ է գրում։ Ասում է ժողովրդավարությունը շատ դեպքերում պետք է պաշտպանել բռունցքով։ Ահա, նայ, հիմի ինչ է առաջանում, ստեղ մի հատ հարց է առաջանում։ Հիմի ասենք թե 2026 թվականին ընտրություններ է լինում ու ռուսահպատակները, այսպես ասած, առաջադրվում են։ Ապեր ընդդիմություն է։ Սրանք սաղին ռուսահպատակ են հրճակելու, ով Ամերիկա հպատակ չի։ Հա, Кто не с нами, тот против нас։ Հա, դա ռուսահպատակ է, всё։ Ռուսահպատակ է։ Հիմի ռուսահպատակները ընտրություններով հաղթում են։ Ինչ պետք է անել։ Պետք է կեղծել, որովհետև ժողովուրդ Բայց խի կեղծել է, բան մորցնել է ձեռը, իշխանությունն էլ է իրանց ձեռը։ Բան անեն, բոլորի ձայները անեն, անվավեր, չգիտեմ։ Այդ տեխնացուներին ծեծեն, սպանեն, ծեծեն։ Ինչ ասեն, ինչի համար։ Վերջի վերջո կարելի է նաև արտաքսել, ասել դուք ռուսահպատակ եք, գնացեք Ռուսաստան։ Դե մի քիչ արտաքսելը դժվար կլինի, բայց Ասենք ինչքան ձայն պետք է հավաքի այդ ամբողջ հավաքական ընդդիմությունը։ Բոլորին տենց հավաքին, ասեն գնացեք, դուք բան եք, դուք ռուսահպատակ եք։ Հա, չենք թողում դուք ընտրություններին մասնակցեք։ Էդի ամենացիվիլ տարբերակը կլինի, բայց կա նաև երկրորդ տարբերակը, երբ որ ասենք ժողովրդավարությունը, իսկ իրանք ժողովրդավարությունն են, պարտվում է, այդ ժամանակ ասում է ժողովրդավարությունը պետքա պաշտպանել բռունցքով։ Խելաց։
Ասում են ախպեր ջան, հաղթել եք, հիմա տես, ինչ փորձանք տեղի ունեցավ։ Գյումրի ընտրություններում ռուսահպատակները հաղթեցին։ Կոմունիստները։ Հա, կոմունիստները, հա։ Այ, ուզեն սրանք էլ իբր ծաղրում են, բան կոմունիստ, այդ տղա ուզում ես ասես իշքան հաց ու պանիր պդի ուտեք, որ կոմունիստի կոշիկի տակի պադոշը արժենակ։ Գլուխ նայեք կոմունիստական հասարակությունը Հայաստանին ինչ ժառանգություն թողեց։ 35 տարվա մեջ դուք ինչ եք թողել, ինչ եք ստեղծել, ինչ եք արել, 7 տարի իշխանության մեջ եք էլի, ասենք, այն օրը ես էլի ասեցի, բայց այսօր հիշեցի, մի հատ շատ կարևոր բան արել եմ։ Մի հատ չէ, մի հատ կարևոր, ես միշտ ասում եմ ոչ մի բան չեն կառուցել, բայց այսօր հիշեցի, որ մի շատ կարևոր կառույց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի վերջո Գյումրի չոր նավահանգիստը։ Ոչ, Մարգարայի մաքսատունը։ Չի աշխատում, բայց կառուցվել է։ Սրանց կառուցածները չի մեղավոր, որ չի աշխատում։ Սրանք ինչ կառուցում են չի աշխատում։ Մի հատ ինչ-որ բանի հեռուստացույց արտադրող գործարաններ հիշում ես, որ ոչ մի հատ հեռուստացույց չարտադրել։ Գազի բալոնների գործարան, որը չի աշխատում։ Մեքենաների գործարաններ, Ցանկացած, չոր նավահանգիստեր, էլ ինչ էր եղել այս ընթացքում։ Բայց արեք վերադառնանք մեր բանին։ Ուրեմն իմացի հիմա Արամ Սարգսյանը եւ այդ բանդան, դա ենթաբանդա է իրականում, Արամ Սարգսյանի բանդան, դա այտենց ինքնուրույն բանդա չի, դա ՔՊԻ Նիկոլ Փաշինյանի ճյուղավորումն է, հա։ Լսի բանդան ինչ է նշան։ Հիմա մարդիկ կասեն նախ, ես ապրիորի մարդկանց բանդիտ ասեմ, մարդկանց անվանարկումն է բանդա։ Հա, լսի բանդան մարդկանց մի հատ համախմբում է, որը որոշակի ծառայություններ մատուցելով, ոչ օրինական, ասենք դրա դիմաց ստանում է հասարակության հաշվին պարազիտի կյանք վարելու, այսինքն ոչինչ չստեղծելով, ոչինչ չանելով, պարազիտի կյանքով ապրելու իրավունք։ Մենք գիտենք, ռեկետ, բան, ցես մարդկանց ծեծենք, պետական բյուջեի միջոցները լափենք, ուտենք, ասենք տեսար, չէ՞ դու այդ մանկապարտեզը, որտեղ Արթուր Չախոյանը գնացել, ասենք ցույց էր տալի, ինչ էր ասած այդ մարդու։ Ես չեմ ինչալոց ոչ մեկ չգիտի ինչ էր ասում Արթուր Չախոյանը, որ արժե ծեծել։ Ես տեսել եմ, ասում է, այս մանկապարտեզը, որ սարքել են, արդեն քանդվում է։ Այսինքն այդ փողերը Տիգրան Տեր-Մարգարյանը, չգիտեմ, մի կապալառուները, Արամ Սարգսյանը, պարզա չէ որ այդ ամեն ինչը հենց այնպես չի լինում։ Ասենք այդ մարդիկ իշխանության են ձգտում, կարող է Հայաստանի կամ հայ ժողովրդի կամ հայ հասարակությանը ինչ որ ծառայություն Այդ ծառայությունը չես տենում։ Որ տեններ կտենար, չէ՞, մեկը կտենար։ Կասեր մեր երկրի կյանքում ինչ որ դրական փոփոխություն կա, ինչ որ բան է կառուցվել, ինչ որ առաջընթաց կա, ինչ որ ոլորտում, բայց չկա, չէ՞, չկա, ես ինչ ասեմ։ Ես դու մեղավոր չես, ես մեղավոր չեմ։ Բայց քանի որ այդ մարդիկ պատրաստ են ուժի միջոցով, բռնության միջոցով պահել իրանց ժողովրդավարությունը իրանց իշխանությունը։ Սխալ բառը չօգտագործես։ Իրանց իշխանությունը նշանակում է այդ իշխանությունը նրանց ինչ որ եկամուտ է ապահովում։ Այսինքն Վայ, չես ամաչում, ինչի մասին ես ասում։ Դու ամաչում ես։ Պարզ չի, որ պահում են իշխանությունը միայն հայ ազգին, իրական Հայաստան ստեղծելու, պետականաշինության համար։ Որտեղ ես դու տեղ, ինչ կասկածներ կան քո մեջ։ Դու քո չար ռուսահպատակ հոգին ա խոսում։ Ես ասում եմ, հələ մի հատ տեսնեիր այդ մանգապարտեզի քարերը, ասենք այդ սալիկները, բաները, ասենք ասենք բազալտի սալիկը sense քաշում է, մեկ էլ այդ բազալտի սալիկը կպցրած տեղից, դե կպցրածը չի, որ կպցրածն է չէր փոկվի։ Sense շարժվում է, անգնում է, բան, այս մարդիկ ասում են, այ ախպեր ջան, լավ խիեք սարքի։ Այդ կարա մի հատ այդ վերջը մանգապարտեզ է, երախու գլխի կընկնի, մի հատ ինչ-որ ծնողի գլխի կընկնի։ Հետո այդ ամբողջ գումարը, բանը, չէ, վերջը այս հասարակությունն է աշխատել։ Տիգրան Տեր-Մարգարյանն ու Արամ Սարգսյանը չեն աշխատել, չէ՞։ Իհարկե։ Դե մենք այդ մարդկանց ասած այդ հերոս հարկատուն ա վճարել։ Հա, չէ, ասում են արա դու ռուսահպատակ ես։ Քեզի պետք է ծեծենք։ Հա, լավ ախպեր, այս մարդուն ծեծեք, բայց լավ հիմի որ Արթուր Չախոյանին ծեծեցին այդ մանգապարտեզը կամ այդ դզվեց շենքը, պատը քարերը տեղ դնկա։ Հետո էլ ասում Ռուսաստանի դեսպանատան կողմից էր կազմակերպված, ասում Արթուր Չախոյանի այդ ակցիաները, բաները, դրա համար մենք թույլ չենք տա, որ այդ ռուսահպատակները մեզ սասանեն։ Այդ կարող է այդ մանգապարտեզի գողությունն է, այդ շինարարությունը։ Բայց պատկերացնում ես այդ Ռուսաստանի դեսպանատանը ինչքան պարապ է։
նստած Արթուր Չախոյանն տրեներովկա անում։ Կարող է այդ շինարարներին էլ են հատուկ Ռուսաստանի 100%, դեսպանատունը 100%։ մոտիվացրել է, Սկզբում ասել է գողացեք, այդ этаպում են մասնակցել շինարարությանը, ասել են բազալտի։ գողացեք, ամեն ինչ գողացեք, Այո, շինարարությունը սենց արեք, նենց արեք եւ Հետո այլն էլ եւ Արթուր Չախոյանն են Ուղարկել կաչել, են, ասել են ասել են- արդեն պատրաստել ենք հիմքը, դու էլ պետք է գաս այդ բանանես, բարձրաձայնես։ Ու դες տարածվի։ Գժվեք ապխոդա։ Ուրիշ բացատրություն չկա այս ամեն ինչի։ Դեսի լավ, թողնենք Արթուր Չախոյանին ու ռուսահպատակների դեմ բռնարարություններ կիրառողներին, ինձ շատ հետաքրքիր է, դու տենց խոսքիդ մեջ ասեցիր, մայիսին մի քանի օրից է, արդեն ոնց որ թե ամեն ինչ պատրաստ է, մեր սիրասուն իշխանությունը ներկա է լինելու մեծ հաղթանակի տոնին։ Ինչ կարա լինի։ Նայ, իրականում Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա հստակ չի պատասխանել, ինքը գնալու է, թե չի գնալու։ Իրա բերանից մենք չենք լսել, որ ինքը ասի, ես մայիսի 9-ին գնալու եմ։ Եթե ես չեմ սխալվում, մարտ ամսին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, Վլադիմիր Վլադիմիրիչի հետ, եւ ռուսական կողմն էր հայտնել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդ խաղաղության պայմանագրի, որ ավարտել ենք եւ այլն, էլի, զանգել էր Պուտինին, որ ասել, որ ավարտել ենք պայմանագիրը, այդ զրույցի ընթացքում հրավեր ա եղել, Պուտինը հրավիրել է, ասել է, դե որ զանգել ես, միանգամից քեզ ասեմ, որ մայիսի 9-ին մենք մեծ միջոցառում ենք կազմակերպում հաղթանակի 80-ամյակի հետ կապված տոնական միջոցառումներ են Մոսկվայում, քեզ էլ հրավիրում ենք ներկա լինելու, մասնակցելու այդ միջոցառումներին։ Դե նա էլ ասել է, խնդիր չկա, կգա։ Դա ռուսական կողմի բանի պաշտոնական հաղորդագրության մեջ էր գրած էր, որ Հայաստանի վարչապետը ընդունել է այդ հրավերը, բայց ուզում եմ ասեմ Նիկոլ Փաշինյանի բերանից մենք չենք լսել, որ ես գնալու։ Լավ, հիմա դու վարկածուն ես, որ վերջին պահին ասել այդ չեմ գնում։ Նայ, երբ որ ինքը ապարանում էր, իրան լրագրողները հարցրեցին. ի վերջո դուք գնալու եք Մոսկվա, թե չեք գնալու Մոսկվա մասնակցելու այդ բանին, տոնական միջոցառումներին, ինքը ասաց առանց մեկնաբանության։ Մի տարբերակը այն է, որ ինքը կգնա։ Դե հիմի մարդը ընդունել է հրավերը։ Իդեպ ես քեզ ասեմ, հա, բանը Զելենսկին հայտարարել է, որ մենք անվտանգությունը չենք ապահովելու ներկաների։ Ներկա պետությունների ղեկավարների անվտանգությունը Ուկրաինան չի երաշխավորում։ Այսինքն զգուշացնում ասում, եթե կարենանք խփելու ենք։ Տերոր ենք անելու, խփելու ենք, բան։ Դե ռուսներն էլ ասում են, եթե այտենց փորձ անեք, որ խփեք, կարող է ասենք ամսի 10-ին էլ Ուկրաինա չլինի, կամ Կիևը չլինի, այտենց էլի, դե հիմի հասկացնում են, որ Դա հիմա ուզում ես ասած մեր Նիկոլը չի գնում, որովհետև վախեցել է։ Որովհետև Զելենսկու այդ խոսքը իր համար կարևոր է եղել, մտածում է սեփական անվտանգության մասին։ Չէ, ինքը իհարկե չի ուզենա գնալ։ Ինքը պարտադրված է եղել, հասկանում ես, այդ բանը հաղորդագրությունը ես պատահական չասեցի, դա թակարդի նման մի բան է եղել, հասկանում ես, հիմա որ դու զանգես ինձ, սկսես բան պատմել, բռնացրել են խեղճին։ Հա, լավ, սենց ես էլ քո հետ ջերմ խոսամ, բան, սենց, դու էլ ասես ավո ջանա, սենց, բան, հետո վերջի պահին ասեմ Զար ջան, դե նկատի ունեցի, որ ամսի 9-ի մայիսի 9-ին ծնունդս է, հա, մեր տանը կլնես, հիմի դու ինչ պետք է ասես։ Ասենք, հիմի որ ասես, չէ, չեմ կարա գամ, ինչ պատճառ բռնես, էլի որ ասես։ Ասես, այդ օրը հիվանդ եմ ելնելու, այդ օրը քովիդով վարակվելու եմ, այդ օրը տունը ուրիշ մարդ է գալու, հա, հյուրերի ենք սպասում, բան, չես կարա ասես, էլի, որովհետև 2 ամիս առաջ է, մի քիչ այտենց, լուրջ չի։ Տատին մեռնելու է այդ օրը։ Հա, ինքը ընդունել է։ Հիմա տես, իրան առիթ է պետք, պատճառ է պետք, որ ծրի։ Ասի ասպետ է չկարացա գայի բան։ Ես մի հատ քեզ հակադարձեմ էլի, եթե թույլ կտաս։ Չնայած
ասեմ քո ֆանատները հետո ինձ մեկնաբանություններում ջղային սմայլիկներ են գրում, որ մի ընդհատի ավոյին։ Չէ, մենք շարունակենք։ Բայց ընդհատեմ ավոյին, որովհետև այս պահը կարևոր է։ Բոլոր լավատեղյակ աղբյուրները ասում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Նիկոլ Փաշինյանի շատ դժգոհ է որպես գործընկերոջից, որ համարում է, որ այն մարդը չի, ում հետ կարելի է համագործակցել, ում հետ կարելի է երկարատև կայուն հաստատուն հարաբերություններ ձևավորել, այս Նիկոլ Փաշինյանի մեկ արևմուտք եմ գնում, մեկ չգիտեմ Թուրքիայի հետ եմ ընկերանում, մեկ չգիտեմ բանա դուք սաղադրուսահպատակ եք, մենք հետ ձեր հետ գործ չունենք, այդ ազդակները տեղ են հասել, ռուսներն էլ տենց միամիտ չեն ու սոցիոլոգիական հարցումների արդյունքում իրանց այդ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի խիստ անկումն է անհանգստացնում։ Մի խոսքով շատ ազդակներ ունեն, որ Նիկոլը իրանց համար լավ գործընկեր չի։ Ու դե գիտես, Կրեմլում բաշնյաներ են։ Ամեն մեկը այդ իշխանության բաղադրիչներից իր տեխնացուին փորձում առաջ տանի։ Այս դեպքում էլ Նիկոլի տակ փորողները շատ են։ Ամեն մեկը իր տեխնացուն ունի, մեկը, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանն առաջ բնվում, մեկը այլ տեխնացուի։ Բայց այս այն պահն է, որ որոշվում է գոնե Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի իշխանության նկատմամբ։ Այսինքն Նիկոլի իշխանությունը այս պահին փորձության է ենթարկվում։ Եթե մարդը չի գնում, ինձ ասում է տենց տատս մեռավ, անսպասելի, ոչինչ, որ 20 տարի առաջ էր մեռել, հիմա մի հատ էլ մեռավ ձերի հետ։ Այդ ընթերցումը այսպես, ես ձեր հետ որևիցե համագործակցության չեմ գնում, ինձ ձեր կարծիքը հետաքրքիր չի, դուք ինչ ուզում եք կարա կանեք, ես այս գիծս շարունակելու եմ առանց ձեր հետ խորհրդակցելու, առանց ձեր հետ համագործակցելու։ Այդ նշանակում է, որ Հայաստանում բոլոր այդ ռուսահպատակները, հա, պայմանական բոլոր ռուսական մեծ ֆիրմաներում աշխատողները, բոլոր Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները, բոլորը ստանալու են այդ ազդակը, որ Ռուսաստանը դեմ է այս վարչապետին։ Այսինքն ինքը խնդիր է առաջացնելու իր համար շատ լուրջ։ Մի ուրիշ բան էլ աղբյուր էլ ասում է, որ հակառակը գնալու է, ամեն ինչ անելու է, բոլոր հնարավոր մեթոդներով, որ համոզի, որ Հայաստանում Իրանից ռուսասեր, Իրանից Ռուսաստանի արևով երդվող, Իրանից Ռուսաստանի հետ կապված, համագործակցող իշխանություն չի կարա լինի։ Հիմա դու կարծում ես, որ ինքը վերջին պահին այդ որոշումն է կայացնելու, ասելու է, ես տենց ժողովրդավարությունը բռունցքներով կպահեմ, ձեր բանը մասնակցությունը ինձ կամ ձեր համագործակցությունը իմ հետ ինձ կարևոր չի։ Զարա, ես վստահ եմ, որ ռուսները ի տարբերություն օրինակ Միացյալ Նահանգների այդ հավաքական արևմուտք ասացի, լսի, այդ փափուկ ուժը բան իրանց համար չի, Չէ, իհարկե։ հա, իրանք այտենց բան չունեն, էլի, ռեսուրս ծախսեն, ինչ որ պարզ է, ինչ որ բաներ երևի ծախսում են։ Չէ, ես ասեմ իրանք ինչ կանեն։ Գազի գինը, միջազգային գներ, հապկից դուրս եք գալիս, ոչ մի աջակցություն, ոչ մի զենքի վաճառք ցածր գներով, ԵԱՏՄ-ից դուրս եք գալիս, վճարում եք բոլորի պես, ուզում եք մուտք ապրանքներ մուծեք, խնդիր չկա, ձեր լոլիկը բերեք, այն հարկով նորմալ, ոնց որ բոլոր երկրներն են բերում, օրինակ Թուրքիայի հետ եկեք փորձեք մրցել այդ ոլորտում։ Այսինքն հասարակ Հայաստանցուց, Հայաստանի քաղաքացու քթից դա հանելու լուրջ մեխանիզմներ ունեն։ Իսկ հա, հեծնել է իրանցը, այսինքն հոսանքն էլ կարա աստղաբաշխական թիվ դառնա, ինչ խնդիր։ Այ իրանք աշխատում են միշտ աշխատում են գործող իշխանության հետ, այսինքն իրանք երբեք չեն իրականացնում այդ գործող իշխանությունը փոխում է մի ձևով ռազմական։ Լսի, եթե նայես ռուսները, որտեղ ռուսները սովետական միությունը բանը չէ, որտեղ գնացել են, ասենք զենքով, զորքով այսինքն իրանք այտենց տակից բան, սենց Չէ, չեմ ասում գան ընտրություններին աջակցեն ինչ որ մեկին քաղաքական ուժի բանի, սենց դրա այդ քաղաքական ուժին փող տան, մամուլը ֆինանսավորեն, չգիտեմ, մի քարոզարշավ, գովազդներ, բաներ, հա, էլի այդ իրանց ասում է սիլը есть ума не надо, չէ, իրանց մեթոդը չի։ Հա, եթե տենց լնեին, իրանք եթե տենց աշխատեին, Ուկրաինայում այս վիճակը չէր եղել։ Հիմա դու համաձայն ես, որ այս պահին Նիկոլի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում բացասական է։ Կարա բացասական Վլադիմիր Վլադիմիրովիչը չի համարում իրեն հուսալի գործընկեր։ Շատ հնարավոր է, որ
չի համարում հուսալի գործընկեր, ընդհանրապես գործընկեր չի համարում, կարող է նույնիսկ մարդկայնորեն տհաճ է իր հետ շփում ունենալը, որովհետև ասենք գիտես, մարդիկ երբ են իրար հետ հաճույքով շփվում, երբ որ ունենում են ընդհանուր եզրեր, ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր սկզբունքներ, ընդհանուր արժեքներ։ Հիմա Նիկոլը ցույց է տալի, որ ումի ինքը չի էլ թաքցրել, որ ինքը իբր իր արժեքային համակարգով, ինքը արևմուտքի հետ է, սրանց էլ համարում է բռնապետներ, միշտ ինքը ասել է, չէ, որ իբր Ինքը ասել է ԱՊՀ-ն մենք իզմեր չունենք, արժեքային համակարգ չունենք, ման իրական Հայաստան։ ինքը միշտ էլ ասել է, լսի, երբ որ նույնիսկ ընդդիմադիր էր, այդ բան ԵԱՏՄ-ն, այդ ՀԱՊԿ-ն, բան, ասում էր բան, բռնապետների ակումբ, բան, sense բաներ։ Բայց 7 տարի իշխանությունը ելնելով ինքը ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, ինքն էլ է դառնել բռնապետ։ Հա, չէ, որ ինքը բռնապետ է դառել երկրի մակարդակով, այդ դա չենք քննարկում, բայց այդ կառույցները, որ ինքը այդքան քննադատել է այս տարիների ընթացքում, ոչ մի ձև այդ կառույցների դեմ չի պայքարել այս երկրի տարածքում։ Հիմա ինքը ավելի բռնապետ է, քան օրինակ Լուկաշենկոն։ Ես քեզ միանշանակ եմ ասում։ Գիտես ինչի համար։ Լուկաշենկոն իր երկրում ունի հանրային աջակցություն։ Հիմա ես եթե անկեղծ ծանոթ չեմ Բելարուսի Ես եղել եմ Բելարուսում, լիքը մարդկանց հետ խոսել եմ ու այնքան էլ չեմ ասում, 2 տարի առաջ եմ ընդամենը 2.5 տարի առաջ եմ եղել։ Բելարուսում ունի հանրային աջակցություն, ճիշտ է, կա դժգոհների, ինքը այն մասին երկրից դուրս է մղել, այսպես ասած ընդդիմությանը եւ այլը, բայց ուզում եմ ասեմ Նիկոլը Իրանից 100 անգամ բռնապետ է։ Գոնե արտակում Նիկոլին բռնապետ տեսքով ուզում են Մոսկվայում տեսնեն, թե չեն ուզում։ Լսի, ես էլ ասում եմ, կարևոր չի ուզում են թե չեն ուզում։ Կդիմանան։ Իրանք տենց խնդիր որ դնեն, քանի որ Նիկոլը լավ գործընկեր չի, բեր իրան փոխենք, իրանք տենց բան չեն անի։ Իրանք կասեն, իրանք ասած համաձայն ես, որ 21 թվին իրանք աջակցեցին Նիկոլին վերընտրվելու համար։ Իհարկե։ Դու համաձայն ես, որ այս 18 թվին էլ աջակցեց։ Դե հա, 18 շատ վաղուց էր, 21 արդեն պատերազմից հետո էր, հա, լրիվ ուրիշ իրավիճակ էր։ Դու համաձայն ես, որ հաջորդ ընտրություններում գոնե, հա, 26 թվականի ընտրություններում այս քաղաքական վարկանիշ ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյանը շանսեր չունի։ Եթե աջակցություն չունենա ինչ-որ լուրջ։ Հիմա համաձայն ես, որ երկրի 70%-ը զզվում է այս իշխանությունից։ Ես 80%-ն եմ ասում զզվում է, բայց հիմա 70-ն։ Դա 80 թողել լինի, ինչի 70։ Հիմա այն 10%-ը կարող է ասի գա վաղը մյուս օր ասի ախպեր, խիեք մեզ օրինակ վիրավորում։ Մեզ խիեք Նիկոլա մեզ։ Սիրողների ցանկումները։ Հա, Նիկոլա մեզ ցանկում։ Դու համաձայն ես, չէ՞, որ եթե 80% այս երկրում այս իշխանությանը չի ընդունում, չի գնալու քվեարկի ու պետքա պրոստը մի հատ ինչ-որ հրաշք է պետք իրագործել, որպեսզի այս մարդը վերընտրվի 26-ին։ Հրաշք չի։ Ես քեզ մեր զրույցը ինչից սկսվեց։ Ես քեզ ասում եմ Նիկոլ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ, քաղաքացիական ընդհարումներ, ռուսամետերի եւ արևմտամետերի միջև։ Այդ դեպքում ռուսամետերը կաջակցեն Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը, ինչպես աջակցեցին 2021 թվականին։ Լարա ջան, ռուսամետները պետք չի որ աջակցեն կամ չաջակցեն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ Հայաստանում ռուսական հեղաշրջման վտանգ կա, ռուսահպատակները ուզում են երկրում հեղաշրջում անել, ինքը ուղղակի կվերցնի ու կկեղծի ընտրությունները եւ արևմուտքը կասի Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ տեղի ունեցան։ Այդ դեպքում ինչ կասի ռուսահպատակների առաջ։ Ոչ մի բան, այդ քո ասացի նման։ Կասի ով այդտեղ լինի, դրա հետ էլ կաշխատի։ Հա, կասի։ Բայց եթե այդ այստեղ էլ նողը չի գնում, բանի հաղթանակի շքերթին չի մասնակցում, բոլոր հնարավոր ձևերով չի աջակցում իր իշխանությանը, ինչի է այս մարդը այստեղ մնում։ Ես լնեմ, ասենք այդ իմ ասած մեխանիզմով, հա, գազի գինը կթանկացնեմ, հապկից կհեռացնեմ, ԵԱՏՄ-ից կհեռացնեմ, գնա պատժվի։ Դու արևմուտք էիր գնում, գնա։ Զարա, ինչ խնդիր ունեն ռուսները Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի հատ ասենք լավ չի գնում բան, չի գնում Մոսկվա։ Ինչը դու մտածում ես, ինչ Պուտինը գիշերը քնելու է, մեկ է վեր թռնի, ասի վայ, արա ախպեր, էս ինչ եղավ, Նիկոլը չեկավ, բան, էս ինչ փորձանք էր, ես հրավիրեցի այդ մարդը, իմ հրավերքը Սաակաշվիլիի հետ։
Լսի, Ինչ խնդիր ունեին։ լսի Սահակաշվիլիի հետ էլ մեծ հաշվով խնդիր չկար։ Բա ոնց տենց Լսի, ստացվեց, Սաակաշվիլին Բերդում հիմա 40 կիլոնի հարել է, Ռուսաստանում էլ պրոռուսական իշխանություն է։ Վրաստանում Վրաստանում։ Վրաստանում պրոռուսական իշխանություն չի։ Սահակաշվիլին հայտնվեց այդ վիճակում մենակ մի պատճառով, որ հարձակում սկսեց Օսեթիայում գտնվող ռուսական բանակի դեմ, այսինքն պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Հա որ Նիկոլ Փաշինյանն էլ մենք սահման չունենք, որ բանը Ռուսաստանի պատերազմ հայտնա։ Ինչ վերաբերվում է նրան, որ Վրաստանում եկել է լսի Վրաստանի իշխանության այսօր թիվ 1 խնդիրը մենակ մի բանի մեջ էր, որին հռչակել էին, ասում էր ախպեր, ես Ռուսաստանի հետ չեմ ուզում կռվեմ։ Դա ռուսամետություն չի, դա վրացամետությունն է։ Ես համաձայն եմ, որ Վրաստանի իշխանությունը հիմա Վրաստանի համար մաքսիմալ արդյունավետ, մաքսիմալ ազգայնական իշխանությունն է։ Ես դա չի բանալու։ Ուղղակի ի տարբերություն նախորդ իշխանություն, որը պրոեվրոպական խիստ ընդգծված դիրքորոշում ուներ ու պատրաստվում էր երկիրը փոկել ռուսական բոլոր տեսակի դրսևորումներից ու տանել Եվրոպա, այս իշխանությունը այդ նկարտումներին վերջ տվեց։ Զարա ջան, այս իշխանությունը, եթե խոսքը Վրաստանի մասին է, Վրաստանի իշխանությունը շարունակում է Վրաստանը տանել դեպի Եվրոպական միություն, արժեքներ, նաև միություն։ Դու մի բան հաշվի առ, որ եվրոպացիները այդքան սպառնացին, որ Վրաստանին կզրկեն Եվրամիության տեխնացուի կարգավիճակից, չզրկեցին, եվրոպացիները Բրյուսելը սպառնում էր, որ Վրաստանին կզրկի առանց վիզայի ռեժիմից եւ չզրկեցին։ Ընդհակառակը Վրաստանի իշխանությունները այսօր ասում են, որ մենք պատրաստ ենք արևմուտքի հետ երկխոսության։ Մի պատճառ կա այնտեղ, իրանց հակասությունը մի բանի մեջ է։ Իվանիշվիլի իշխանությունը ասում է մենք պրոեվրոպական, պրոարևմտյան ենք, բայց մենք ձեր համբալը չենք, այսինքն sense չի կարալ լինի, էլի որ զանգեն ասեն ախպեր, լսեք, ուրեմն հենց վաղը գնում եք, ձեզ գցում եք քուր գետը ու մեռնում եք 5 հոգի կամ 20 հոգի վրացի վաղը գնում է իրանց գցում է գետը մեռնում է։ Սրանք էլ ասում են եղավ, շեֆ, որ հրամայում ես 20 հոգու տեղը 50 հոգի կգնանք։ Էսա, սրանք ասում են, լսի Կոբախիձեն ասում էր մեզ անընդհատ բան են անում։ Ստիպում են, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացեն։ Այսինքն ասում են գնացեք ինքնասպանություն գործեք։ Ախպեր ասում եմ, մի անգամ արինք էլի այդ ինքնասպանությունը։ Հերիք է էլի, թողեք մի քիչ ապրենք։ Ինչ վերաբերվում է վերադառնանք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսներին, որևէ Ռուսաստանին, որևէ վտանգ չի ներկայացնում։ Լսի, որ մենք մեկ-մեկ մտածում ենք ախպեր Պուտինը սրան գործից հանի, ուրիշ մարդ նշանակի։ Չէ, չենք մտածում ենք, որ սրան նորից չաջակցի։ Իմ խնդիրն է դա իրականում։ Իրանք 21 թվին իրանց վարքագծով նենց արեցին, որ այս երկիրը գնաց պարտված իշխանության ընտրեց։ Ու հիմա էլ, ասենք, շատ անակնկալի եկան, զարմացան, վայ, գնացել է Պրագայում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչել, բա մենք ինչ կապ ունենք։ Չէ, դուք կապ չունեք, դուք երաշխավորեցիք այդ մարդու համար, դուք ասեցիք ինքը դավաճան չի։ Հայ ազգ կարակ գնաք ընտրեք իրան։ Ինքը կկարողանա նոյեմբերի 9-ի կետերը վերջնական կատարել, որի մեջ չէր մտնում Արցախը հանձնել։ Զարա ջան, Վլադիմիր Պուտինը Հայաստանի քաղաքացի չի։ Միանշանակ։ Ոչ էլ հայ է։ Միանշանակ։ Բայց Վլադիմիր Պուտինի ազդեցությունը այնքան մեծ է, որ ինքը կարողանում է այս երկրում իշխանությանը մի տենց 20-30% ձայն ավելացնել։ Իրա միջամտությամբ։ Հիմա քո կարծիքով Վլադիմիր Պուտինը կուզենա Հայաստանում հեղինակություն ունեցող Հայաստանի ժողովրդի աջակցությունը վայելող գործիչ լինի իշխանության, թե ասենք մի հատ, ասենք կեղծ ընտրություններով մի հատ սաղ տեղից քացուտակ ընկած, ծեծված, ջարդված մեկը լինի։ Պարզ չի որ մի հատ թույլ, մի հատ ծեծված ջարդված մեկը պարբերաբար այն բան կան, դեկորատիվ շունիկներ կան, այտենց պեկինեսներ, մեկինեսներ, այդ որ շատ բարձր ձայն ունեն, բայց վտանգ չեն ներկայացնում։ Այդ դիրքորոշումն է, որ ամբողջ աշխարհով մեկ վեր են կենում քո հենց գործընկերները, քո հենց ազդեցության տակ եղած պետությունների ղեկավարները քո մասին այդպես վատ բաներ են ասում, դա լավ չի ընկալվում։ Դժվար է դա համարել գործընկերային հարաբերություններ։ Լավ, ես էլի եմ ասում Նիկոլ Փաշինյանը կարող է Ռուսաստանի հասցեին, Հայաստանի, մենակ Նիկոլը չէ, Հայաստանի իշխանությունները, հա։ Լսի դու հիմի մտածում ես, ասենք Պուտինի ինչ որ Պուտինը դրանից բան ալնում,
նյարդայնանում է կամ ինչ-որ էմոցիոնալ ինչ-որ տրավմա է ստանում, Ես որ քեզ ասեմ անհամեմատ ավելի փոքր զանցանքների համար Ռուսաստանում մարդիկ կյանքերից են զրկվել։ լսի, դա Ռուսաստանում, սա Հայաստանն է, լսի, ինքը համարում է, որ ինքը Հայաստանի տերը չի, մենք մի քանի անգամ խոսացել ենք, Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը արևմտյան գաղութ է, լսի, ինքը մտածում է այդ գաղութի հետ, ինքը պետք է հարաբերվի այնքանով, որքանով հնարավոր է, վերջ։ Այստեղ ես համաձայն չեմ։ Ինչ։ Բոլոր սովետական պետությունները Ռուսաստանում ընկալվում են որպես սեփական պետության տարածք։ Իրանք չեն տալիս այդ ազատությունը քեզ արևմուտք գնալու։ Իրանք ընկալում են սա իրանց իմպերիայի մասը։ Եթե իմպերիայի մասը գնացել է արևմուտք, ուրեմն պետք է նաև համարձակություն ունենալ այդ փաստի հետ առերեսվել, հա, որ Զարա ջան, նորից եթե ԵԱՏՄ-ից դուս եկեք տղեկ։ 90 թվականին, երբ որ սովետական միությունը փլուզվել է, բոլոր սովետական հանրապետությունները, հետխորհրդային հանրապետությունները դարձել են արևմուտքի սեփականությունը։ Դա փաստ է, դա անժխտելի փաստ է։ 90 թվականից հետո 90 թվականից հետո որևէ բան չի փոխվել, սկսած ամենամեծ երկրներից, Ուկրաինայից ու Ղազախստանից, վերջացած ամենափոքրով, տարածքի իմաստով եմ ասում, Հայաստանը, ռուսները գիտեն, որ իրանք 90 թվականին այդ ամբողջ իրանց ունեցվածքը, լսի, պարտությունը դա է, երբ որ ասում են սովետական միությունը պարտվել է, սառը պատերազմում, երբ որ դու պատերազմում պարտվում ես, քո ունեցած, քո տիրապետության տակ գտնվող տարածքները անցնում են հաղթողին։ Прекрасно։ Հիմա Երբ որ Տիգրան մեծը պարտվեց կրասին, Տիգրան մեծի ամբողջ հսկայական կայսրությունը անցավ հռոմեական կայսրության տակ։ Դու քո երկրում ունես ռազմաբազա, դու Արցախի տարածքում ունեիր ռուս խաղաղապահներ, դժվար է դա ասել արևմուտքի ազդեցության տակ եղած պետություն։ Այդ բոլոր մարմինները վկայություն է, որ դու Ռուսաստանի ազդեցության տակ եղած պետություն ես։ Քո հարևանները, գոնե երկուսը, հա, Վրաստանը ու Ադրբեջանը, Ադրբեջանը մասամբ Վրաստանը հաստատ բանի Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի այս պահի դրությամբ, քան արևմուտքի, դու Իրանը միանշանակ ավելի հեշտությամբ Ռուսաստանի հետ համագործակցում, քան արևմուտքի, դու ասում ես, այս տարածք արևմտյան գաղութ է։ Լուրջ։ Այո, այս տարածքը արևմտյան գաղութ է, ինչ վերաբերվում է 102-րդ ռազմաբազայի ներկայությանը, լսի, ռազմաբազաներ կային բոլոր խորհրդային երկրների տարածքներում, չէ՞, բոլորում կային։ Մի մասը, Վրաստանում օրինակ դուրս եկան 2004 թվականին։ Պատերազմի ժամանակ այո։ Չէ, պատերազմից առաջ։ Պատերազմը 2008-ին էր, չէ, 2004-ին արդեն դուրս էին եկել վերջի բազան։ Ադրբեջանում կար այդ Գաբալայի բանը, ռադիոտեղորոշիչ կայանի տեսքով եւ այլն։ Լսի, Հայաստանում 102 ամերիկացիների համար դժվար չէր, ոնց որ Վրաստանից հանեցին։ Վրաստանից գիտես ոնց հանեցին։ 1999 թվականին Ստամբուլի բանում, խորհրդաժողովում Ելցինին տվեցին մի հատ թուղթ, պարտավորություն, որ 5 տարվա ընթացքում մինչև 2004 թիվը վրացական բանակը դուրս է գալի բանից, Վրաստանի տարածքից։ Ելցինը այդ թուղթը ստորագրեց եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ հանգիստ կատարեց այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր բանը Ելցինը։ Այո, քո կարծիքով այտենց մի հատ թուղթ չէին կարա տային Հայաստանի մասով, բայց ինչ տվեց։ Ախպեր հետաքրքրություն չունեն։ Հետաքրքրություն չունեն, արևմուտքը ասում ախպեր ընդ ինչ ունեմ։ Լսի ինչ շահ ունեմ, այդ մնումա թո մնա, այդ բազան թո մնա։ Լսի, հա։ Ասենք արևմուտքի որպես գաղութ այնքան էլ պետք չի, Ռուսաստանը вообще Իրանը չի համարում, սենց անտենենք։ Լսի, որևէ մեկին դու հետաքրքրություն չներկայաս, հետո մի հատ ուրիշ խնդիր կար։ Ես մտածում եմ, որ իմ պատկերացմամբ ռուսներին թողեցին ստեղ մնալ, որպեսզի Իրանի ազդեցությունը շատ չմեծանա։ Քանի որ, լսի, երբ որ դու մի բան պետք է պահես քո ազդեցության տակ, դա ռեսուրս է բանանում, պահանջում։
ֆինանսական, ռազմական, չգիտեմ, SN Հիմա մնացել են դե Լսի, դուրս են Վրաստանից խի հանեցին, գիտես խի Վրաստանից հանեցին։ Վրաստանից հանեցին, որովհետև կառուցում էր այդ նավթատարներն ու գազատարներն էր կառուցում։ Իրանք համարեցին, որ մենք այնտեղ քանի որ մեծ ստրատեգիական ռազմավարական շահ ունենք, մենք այնտեղ պատրաստ ենք փող դնել եւ այդ տարածքը մենք վերահսկենք։ Հայաստանում ինչ շահ ունեին։ Ոչ կոմունիկացիա կա, ոչ գազատար կա, ոչ նավթատար կա, ոչ մի բան չկա։ Ասենք ամերիկացիներն ու Դե եվրոպացիները եթե պետք չեն, ռուսներին պետք են։ Ռուսների դեմ չեն այս Ապեր տարածքի։ ռուսներին էլ պետք չենք։ Լսի իրականում որ խորանաս, ռուսներին էլ պետք չենք։ Լսի, բա որ ռուսները տենց հեշտ ասենք հիշում ես որ ասեցին բանը Պուտինը հարցրել ասելա պետքա 102-րդ ռազմաբազայի զորքն էլ այնտեղ հանեմ կամ բանը հայ-թուրքական սահմանի բանակն էլ հանեմ։ Նիկոլն էլ ասելա չէ, այս պահին տենց խնդիր չկա։ Լսի, որ ասենք հանեն, որ հանեն։ Հələ մի պահ պատկերացրա որ ասենք չենք ուզում որ դուք ստեղ մնաք։ Բերեք այդ պայմանագիրը խզենք, դուք էլ դուրս արեք։ Հիմա քո կարծիքով մենք ենք շատ դժվելու թե ռուսները։ Ես հետ չեմ հարցնում հասկանում ես, որ իմ կարծիքով եթե գազի գինը դարավ Եվրոպայի գազի գին, մենք տակ ենք տալի, ոչ թե դժվելու ենք։ Բայց դա որպես պատժամիջոց, այս պետության նկատմամբ կարելի է կիրառել, հասկանում ես։ Ես ռուսի տեղն եմ, այդ գործիքները ունենալով իմ ձեռքի տակ, կարամ ցանկացած իշխանության եւ իշխանապողություն անեմ, եւ կարող եմ այդ իշխանության վրա ազդեցություն ունենամ։ Իմ ասածը դրա մասին էր, որ իրանց ունեցած լծակները այնքան շատ են, իրանք այս երկրում այնքան մեծ ազդեցություն ունեն, որ կարան իշխանություն ձևավորեն։ Մեր պատկերացումները գալիս են ուրիշ տեղից։ Ես էլ ասում եմ, որ մեր պատկերացումները Դու ասում ես, որ ժողովրդավարություն։ Չէ, տես, ես ինչ եմ ասում, նայ։ Ես ասում եմ մի բան, մեր պատկերացումները գալիս են նրանից, որ մեզ թվում է, որ մենք Ռուսաստանի համար շատ չափազանց կարևոր ռազմավարական, քաղաքական, տնտեսական ինչ-որ նշանակություն ունենք, ու որպեսզի Ռուսաստանը մեզ չկորցնի, պետք է Հայաստանում ունենա պրոհայկական, Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելող ազգային իշխանություն, այս ազգային իշխանությունն էլ դրանից ելնելով, քանի որ ինքը ազգային է, հայ ժողովրդի շահերով առաջնորդվող է, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենա ու դրանից հայ հասարակությունը օգտվի։ Բայց քանի որ մեր Մենք Ռուսաստանին պետք չէ։ Չէ, ախպեր ասում եմ ուզում եք թող ընդեղ լինի, ուզում եք Նիկոլը լինի։ Հայ ժողովուրդ, դուք որ ուզում եք Նիկոլը լինի, ախպեր, մեզ вообще Նիկոլը ոչ մի բանով չի խանգարում։ Ուզում եք Պողոսը լինի, վաղը կլինի Արմեն այն Գրիգորյանը։ Էլի խնդիր չկա։ Դուք մեզնից ավելի շատ ստանալու ունեք։ Այդ քո ասած գազի տեսքով, ատոմային վառելիքի տեսքով, չգիտեմ, հազար բանի տեսքով։ Հա, լսի, ուզում եմ ասեմ, մենք պետք է շահագրգռված լինենք, որ Ռուսաստանի հետ նորմալ ինչ որ նորմալ հարաբերություններ կառուցենք։ Ոչ թե հակառակը Ռուսաստանը շահագրգռված լինի, մեր հետ լավ հարաբերություններ ունենա։ Եվ ըստ Մենք այդմ կարանք ազգովի շահագրգռված լինենք, որ Ռուսաստանի հետ լավ դաշնակցային հարաբերություններ ունենանք, մի մարդ, ով որ այս երկրի առաջին աթոռին է նստած, դեմ լինի այդ կոնցեպտին։ Ու այդ դեպքում մեր բոլոր լավ հարաբերությունները կընկնան ջուրը։ Հա, հիմի մեր դժբախտությունը այն է, որ այդ մարդը իդեպ ես քեզ մի բան ասեմ։ Ես այդքան Նիկոլին դեմ եմ, բայց կարար ավելի վատ լիներ։ Ուղղի տարեց։ Չէ, իրականում կարար ավելի վատ լիներ։ Գիտես օրինակ ոնց կարար ավելի վատ լիներ։ Ասենք օրինակ Նիկոլը ասեր ախպեր, օրինակ ես բանից ԵԱՏՄ-ից դուրս եմ գալի, գազի գինը սարքեք $500, ոչինչ, խնդրեմ չկա, կամ ընդհանրապես գազի գիծը փակեք, թող Հայաստանում գազ չլինի։ Հա, ինչ։ Տաք երկիրը։ Չէ, տաք երկիր չի, թող մրցան մի մասը կմրցի, մի մասը կմեռնի, ով որ կուզում է թող էժան գազ, թող հելնի գա Ռուսաստան։ Ասենք Նիկոլը կնստեր, կասեր սիրելի հայ ժողովուրդ, այո, դա բանը, տականք Ռուսաստանը կտրել է մեր գազը։ Մենք այլևս գազ չենք ունենալու։ Շատերը ասում են, որ դա բան չի, այնքան էլ հումանիստական չի, բան չի, կամ դրա մեղավորը Հայաստանի իշխանությունն են։ Ովքեր այդպես են մտածում, ովքեր ուզում են ձմռանը չսառեն, չսատկեն, բանա, ինչ է, թե թող գնան Ռուսաստան, այնտեղ գազը էժան է։ Հա, եթե ովքեր ուզում են օգտվել ռուսական գազից, այո, մեր երկրում հոսանք չկա։ Ճիշտ է, նախագահականում կա բան, ինչ որ ամառանոցներում կա բան, ման, սենց դե հա, ինտերնետ չի որ ընդհանրապես չկա։ Հա, բայց դե իմի պարզ է, որ ես պետք է ունենամ, որովհետև ես հո բան չեմ,
Կարևոր գործ է շարքային պողոց չեմ, ասենք մի հատ հարիվ էշ չեմ, ես պետք է ունենամ, դուք պետք է չունենաք։ Հետո ես չեմ կարող Ռուսաստան եթամ, դուք գիտեք, որ ես այդտեղ վարչապետ եմ աշխատում, իսկ դուք ոչ մի չեք աշխատում, որովհետև գործարաններն են փակվել, արտադրություններն են փակվել եւ այլն։ Դուք ով որ հոսանք ա ուզում ունենա, թող էլի գնա Ռուսաստան։ Ստե կմնա 50 մարդ։ Չէ 50 չէ, լավ, падգամավորները, նախարարները 200 մարդ։ Հայաստանը ունի այդքան ռեսուրս, դե գիտես, բան կա, հիդրոէլեկտրոկայաններ կան, արևային կայաններ կան, բան կան, 200,000 մարդ կարող է այստեղ մնա։ Եկած թող գնացեք, ախպեր, ավելի լավ։ Ինչ։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, որ հելները տենց ասեր։ Հիմա ավելի լավ չի, որ հիմա որ այտենց չի ասում։ Շատ շնորհակալ ենք։ Այսօր ավարտենք այս ուրախ նոտայի վրա, ասած ասեմ, շատ այնց խոնարհվում ենք մինչև գետին, որ տես չի ասում, մեզ թույլ է տալիս դեռ հլա ապրենք, ռուսական գազով տականանք։ Ես քեզ հարց եմ տալի, կարա՞ր տենց ասեր թե չէ։ Էդ էլ պատասխանի։ Շո։ Կարար, ամեն ինչ կարար։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կարա։ Ուրեմն միշտ իմանանք, որ վատից ավելի վատը կա ու դրանից է վատը կա։ Նշանակը։ Այսօր ասքանը շնորհակալ եմ, որ երկուշաբթի օրով մեզ հետ եք երեկոյան, պիտի խնդրեմ ներքևի մասում բաժանորդագրվեք, կարող եք ավոյին մեկնաբանություններ գրել, օրինակ լիքը տեղեր ինքը շատ սխալ էր, ասեք, որ ինքը սխալ է, որովհետև ես տենց եմ կարծում, մենք ուշադիր ընթերցում ենք ձեր գրած մեկնաբանությունները, շատ ուրախանում ենք ամեն նոր բաժանորդագրվող մարդուն, ուրախանում ենք ձեր լայքերին, այնպես որ լավ մնացեք, մինչ հանդիպում, մինչև մյուս երկուշաբթի։ Միացում։ Ողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։